ես ևս ուզում ողջունել, կարևորել այս նախաձեռնությունը, ոչ թե նրա համար, որ հանրապետական կուսակցությունը կազմակերպել, այլ դրա համար, որ սա հայ ժողովրդի պատմության երևի լուսավոր, բառավոր, հաղթանակով պսակված կարևորագույն էջերիքներ եղել, հայ մարդու հերոսությունների հսկայական շտեմարան եղել, համաշխարհային պատմության մեջ 7 տարիները երկրորդ աշխարհամարտի լինելով ճակատագրական ամբողջ աշխարհի համար, լինելով ազատագրական ողջ եվրոպական, եվրասիական տարածաշրջանի նաև որոշ իմաստով գծավոր արևելքի երկրների համար, լինելով քաղաքակրթական ողջ պատմության համար, լինելով տեխնոլոգիական զարգացման, լինելով արտաքին հարաբերություններում նոր ստատուս քվոների ձևավորման, երկարաժամկետ խաղաղ կայուն զարգացման ամենամեծ հիմնաքարերից մեկը մենք երբեք իրավունք չունենք մոռացության մատնելու կարևորագույն իրադարձությունը նրանց դասեր քաղելով եւ հատկապես երբեք մոռացություն մատնելու իրավունք չունենք, որտեղ հայ ժողովրդի, մեր ժողովրդի, մեր պապերի մասնակցությունը եւ ներդրումը դա ուղղակի մենք չէ որ ասում ենք, դրա մասին խոսում է ամբողջ սովետական ժողովուրդները, խոսել է սովետական պատմագրությունը, խոսել է եւ միշտ այսօր խոսում է համաշխարհային պատմությունը։ Ես էլ դեռևս նախադպրոցական տարիքից իմ պապերից եմ լսել ինչ է նշանակում առաջին անգամ իրենց եմ լսել ինչ է նշանակում առաջին բելոռուսական ռազմաճակատ, ինչ է նշանակում երկրորդ ուկրաինական ռազմաճակատ, ինչ յուրաքանչյուր ռազմաճակատ իր հրամանատարներով, իր հրամանատարներով, մարշալներով, գեներալներով ինչպեսի ճանապարհ են անցել։ Եվ ընդհանրապես պետք է ասել, որ ֆաշիզմի դեմ արված հաղթանակում հաղթել է նաև գերմանացի ժողովուրդը, որովհետև գերմանացիներն են ազատագրվել ֆաշիզմից։ Այսօր էլ քաղաքական նշանակությունը շատ կարևոր է, հաշվի առնելով աշխարհի մի շարք տեղերում տեղի ունեցող իրադարձությունները, եւ ես ուրախ եմ, որ Մոսկվայում 81-ի միջոցառմանը լինել են շատ երկրների լիդերներ, հատկապես ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարներ։ Իմ համար շատ տխուր ու ցավալի է, որ Հայաստանին ներկայացնելու է մի մարդ, որը ոչ հաղթանակ հետ կապ ունի, ոչ հպարտության, այլ ավելի շատ կապիտուլյացիայի ու պարտողականության սիմվոլ է Հայաստանի կողմից։ Եվ իմ համար շատ ցավալի ու տարօրինակ է, որ այդտեղ լինելու է նաև մեկը, ով ավելի շատ նեոֆաշիզմի ներկայացուցիչն է, իդեպս Ադրբեջանի նախագահի, բայց ունենք էլ ինչ որ ունենք, ես հուսով եմ, որ 85-ամյակը ավելի, այսպես ասած, այդ իմաստով այլ կլինի։ Ես ուզում եմ առիթ օգտագործելով շնորհավորել ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի մասնակից բոլոր ժողովուրդներին, ռուս ժողովրդին, առաջներթին, սովետական միության կազմում այդ հաղթանակի կերտման գործում իրենց ներդրում ունեցած բոլոր ժողովուրդներին եւ շնորհավորել նաեւ այն ժողովուրդներին, ովքեր որ ազատագրվել են։ Մայիսի 9-ը եվրոպացիները իրավամբ նշում են նաև որպես Եվրոպայի օր, Եվրոպայի ազատագրման օր։ Եվ նաև Կարմիր բանակի ջանքերով նրա զորահրամանատարների, դրա մարշալների ու գեներալների եւ սովետական միության բազմազգ միության ժողովուրդների արյան եւ կենացմահու պայքարի ճանապարհով նաև Եվրոպան է կարողացել ազատագրվել ֆաշիզմի աղբից, ֆաշիզմի ճիրաններից։ Հույս ունենանք, որ այն որևէ կերպ որևէ տեղ այլևս կրկնություն չի ունենալու։ Շնորհակալություն։